Շնորհակալություն։ Ես երկու հարց ունեմ։ Առաջինը, որ մենք ավելցուկ ենք ունենում գիշերները ատոմակայանի աշխատանքի արդյունքում, ինչ կարգի պետական ծրագրեր ունենք, նախագծեր ունենք, որպեսզի կարողանանք այդ ավելցուկը օգտագործենք մրցունակ արտադրության, մրցունակ ապրանքների, մրցունակ կազմակերպություններ ունենալու, ստեղծելու, ճանապարհ բացելու համար։ Սա առաջինը, երկրորդը, երբ որ դուք ասում եք շուկայից ձեռք են բերում, գինը ավելի բարձր է, քան պետությունը, երբ որ պարտավորություն է վերցնում։ Բայց դեպքում մեր ատոմակայանը ամենամեծ արտադրողն է, ինչի ինքը շուկա չի մտնում, որպեսզի դուք այդ բարձր ասելով ինչ եք ուզում ասեք, բարձր ասելով նշանակում է մենք քանդում ենք ամբողջ տնտեսությունը, ոչ մրցունակ ենք դարձնում։ Այդ բարձրի գնահատականը ճիշտ տվեք, որ մենք հասկանանք այդ որ բարձրի մասին է խոսքը, արդյոք այդ բարձր լինելով մենք մրցունակ ենք, թե մրցունակ չենք, այս մասին եմ ուզում, որ դուք երկու մասն էլ ասեք, շնորհակալություն։ Շատ լավ, երկրորդ հարցից սկսեմ, ուրեմն ատոմակայանը իր արտադրանքը շուկայական իրականության մեջ վաճառում է կարգավորվող սակագներով ուղիղ պայմանագրերի հատվածում, շուկան 3 հատվածից է բաղկացած, ատոմակայանը այդ մոդուլի մեջ է իր էլեկտրաէներգիան վաճառում եւ ատոմակայանին շուկայի կանոններով տրված է իրավունք, որ իր էլեկտրաէներգիայի մոտ 5-ից 10%-ը վաճառի նաեւ մրցակցային հատվածում։ Ատոմակայանի բացառապես կարգավորվող սակագներով ուղիղ պայմանագրերի հատվածում մենք տեղադրել ենք, որպեսզի ատոմակայանը ամենաէժան էլեկտրաէներգիա սակագին ունեցող հատվածն է, այդ մասից իր արտադրանքը պետք է համամասնորեն բաշխվի բոլոր սպառողներին, այդ թվում նաև կենցաղային սպառողներին։ Մենք չենք կարող անմիջապես ամբողջությամբ ատոմակայանը հանել ազատ շուկա եւ ինքը այնտեղ ասենք փորձի ավելի թանկ գնով էլեկտրաէներգիան վաճառել, իսկ արդեն կենցաղային սպառողը ստիպված լինի մեծ սակագնի բեռի տակ ընկնելու։ Ամբողջ նպատակը առաջին հերթին դա է, բայց մյուս կողմից ատոմակայանի այդ 10% զորության մասը իրավունք է տրված վաճառելու օր առաջ շուկայում, որտեղ որ արդեն ըստ պահանջարկի է գները ձևավորվում եւ օր առաջ շուկայում ի սկզբանե ուզում եմ տարբերենք երկու կարևոր հանգամանք, երկու կարևոր երևույթ՝ մեծածախ շուկա եւ մանրածախ շուկա։ Այն ինչ մենք հիմա քննարկում ենք, վերաբերվում է բացառապես մեծածախ շուկայի ներկայացուցիչներին եւ մեծածախ շուկայի համար է, որ երբ որ ասում եմ կարող են ավելի թանկ գնով էլեկտրաէներգիա վաճառել, իրենց հաստատված սակագնի համեմատ իրենք կարող են այդ մրցակցային հատվածում թանկ գնով վաճառել։ Խոսքը դրա մասն է, պարոն Սուքասյան։